Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Եվ ես տեսել եմ այդ բոլոր գրառումները, որոնք ինձ նշում էին 3 եւ չեմ արձագանքել 3, բայց կերազեի ինձ այն ժամանակ դահլիճից դուրս հանեին, բայց օրինակ դահլիճում նստածները ընտրված լինեին այնպես, ինչպես ես եմ ընտրվել, կամ կուզեի իմ դահլիճում նստածների գույքի եւ ֆինանսական միջոցների ծագման աղբյուրները նույնը լինեին, ինչպիսին իմն է, կամ եւ նման այլ շատ բաներ կարող եմ ասել, էլի, բայց ես կարծում եմ, որ բայց ժողովրդավարական ես անձամբ իմ մասի չեմ խոսում, ես դրությունների որակի մասին եմ խոսում, ու այդ դրվագով միայն ժողովրդավարության մասին դատելը կարծում եմ ճիշտ չէ, բայց ինչ որ տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ ձեր խմբակցության առանձին պատգամավորների կողմից եղել են հարձակումներ, թիրախավորումներ, հեռախոսելու փորձից մինչև վիրավորանքներ։ Ես կարծում եմ այնքան ազատ այդ թվում եւ լրագրողների անձնական կյանքին վերաբերող երեխաներին, հիմա դուք ասում եք, որ ես կարծում եմ այնքան ազատ միջավայրում, որ ինչպիսին այսօր է երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել, որևէ մեկը, ես միջադեպի մասին արդեն խոսեցի եւ ասեցի, որ դա թամենը միջադեպ էր եւ որով հնարավոր չէ դատել խոսքի ազատության, մամուլի ազատության կամ ընդհանրապես ժողովրդավարության մակարդակի մասին Հայաստանում, այնուամենայնիվ լրագրողները այսօր Հայաստանում վրա երթի չեն ենթարկվում, այսօր լրագրող բանտարկյալներ չունենք մենք Հայաստանի բանտերում եւ նաեւ այս ժամանակ լրատվական մթնոլորտը միջավայրը եւ այն ովքեր որ տիրապետում են լրատվամիջոցների բոլորովին այլ էր եւ այլ մարդիկ էին Ձեր անունից խնդրում եմ ասեք հիմա դուք ասում եք որ այլ չէին ենթարկում ավելի ազատ է դուք հիշեք մի դրվագ երբ ձեր գործունեությունը օրինակ իմ գործունեությունը խոչընդոտվել է ես դրա օրինակը կարող եմ սահմանափակումները անձամբ ես ներկայացրել եմ լրատվամիջոց, որի լսարանը շատ մեծ չի եղել եւ նոր լրատվամիջոց էր եւ մենք աշխատում էինք, փորձում էինք հնարավոր սահմաններում ազատ լրատվություն մատուցել, բայց նաև պիտի հաշվի առնենք, թե լրատվական դաշտի ինչ մոնոպոլիայի էր ենթարկված այն ժամանակ եւ պիտի խոստովանեմ, որ այդ մոնոպոլիան հեղափոխությունից հետո այդքան էլ չփոխվեց, ուղղակի հիմա ընդդիմադիր մոնոպոլիա կա լրատվական դաշտում։ Ես ուզեի անդրադառնայինք նաև արտաքին քաղաքական մի քանի հարցերի, դուք նախ առաջարկել էիք ադրբեջանցի ձեր գործընկերոջ հետ հանդիպում այդ պայմանագրի շուրջ քննարկումներ խաղաղության ամրապնդման հայտերի այսպես բանաների համար շարունակական դաշտերի համար կա արձագանք կարող հնարավոր է հանդիպում լինի սրան արձագանքեք եւս դա հաշվի առնելով որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է տեքստը եւ պետք է արդեն բանակցություններ գնան ստորագրման վայրի տեղի եւ հետագա գործընթացների մասին, որոնց հետևելու է նաեւ ավերացման գործընթացի խորհրդաններ։ Ես պատահամարեցի, որ այս հարցերի շուրջ եւ ոչ միայն այս հարցերի շուրջ խոսել Ադրբեջանի պատգամավորների հետ, որովհետեւ վերջում մենք պետք է սկսենք միմյանց հետ եւ ես առաջարկ ուղարկեցի, մինչեւ այս պահը արձագանք չկա եւ ես հույս ունեմ, որ դրական արձագանք կլինի, այնուամենայնիվ դեռ որևէ ազդակ չկա։ Պատրաստ եք գնալ Բաքու, այնտեղ հանդիպել։ Ես եթե հիշում եք իմ նամակի վերջում, իմ գրառման վերջում նշել էի, որ պատրաստ ենք օրինակ հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի որևէ տեղանքում։ Խանդանյան դուք այդ հրապարակային գրառմամբ եք թե նաև ուղարկել Չէ, ես նաև պաշտոնական նամակ եմ ուղարկել։ Հա, եւ 3 կրկին Ադրբեջանից անդրադարձել են խաղաղության համաձայնագրին իրենց հանրահանձնարարությունը ներկայացուցիչ այդ մասին եւ ասել է որ հայկական կողմը պետք է արագացնել հաստատության ստորագրումը եւ Հայաստանը պետք է դրա համար փոխի սահմանադրությունը, որպեսզի ստորագրման այդ շանսը բաց
չթողնվի։ Պարոն Խանդանյան, հնարավոր է վերջո Հայաստանը սահմանադրական փոփոխությունները արագացնի, որ այդ փաստաթուղթը ստորագրվի։ Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ եւ վայր եւ համաձայնեցնի մեզ հետ եւ դա ստորագրվի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ, որ նախ եթե նույնիսկ Հայաստանի սահմանադրության մեջ լիներ որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, ինչը չկա, բայց նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ լուծում է այդ հարցը եւ մենք ենք, որ Ադրբեջանին ասում ենք, որ պետք է օր առաջ արագացնել եւ ստորագրել խաղաղության։ Այսինքն, պարոն Խանդանյան, սահմանադրության փոփոխության մասին ներս այս քննարկումները որ կան, որ լինելու է 27-ին ամենայն հավանականությամբ հանրակրվեն, սրա մասով ոչինչ չի փոխվի, այսինքն մենք չենք արագացնի մայր օրենքի փոփոխությունը։ Սա Հայաստանի ներքին հարցն է, Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքական ուժը գտնում է, որ անհրաժեշտություն կա նոր սահմանադրություն ընդունելու, բայց այդ սահմանադրության ընդունումը որևէ կապ չունի խաղաղության պայմանագրի բովանդակությամբ։ Կարող ենք ասել համապատասխանի տարածաշրջանային չափորոշիչներին Սահմանադրությունը նաև պետք է բոլոր չափորոշիչներին պետք է համապատասխանի Հայաստանի դերի, տեղի, ներքին եւ արտաքին հարաբերությունների համատեքստում, բայց կրկին ես այս երկու հարցերը չեմ ուզում խաչել իրար, ինչքան էլ որ դրանք երկուսն էլ վերաբերում է սահմանադրությանը։ Իսկ պարոն Խանդանյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ Հայաստանը ամեն դեպքում սահմանադրության փոփոխությունը արագացնելու օրակարգ պայմանագրի ստորագրման համար չի քննարկելու։ Չէ, նման հարց չի քննարկվում։ Ինչպես ասել ենք, որ ակնկալվում է, որ սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի մինչև 26 թվականի ընտրություններ եւ քանի որ օրենքը թույլ չի տալիս նաեւ սահմանադրական փոփոխություններ իրականացնել ընտրությունների հետ միասին, հավանաբար դրանից հետո երբ դա հայտնի չէ իհարկե, որտեղ նաեւ սահմանադրության նոր տեքստը պետք է ազգային ժողովը քննարկի։ Պարոն Խանդանյան, ինչ կարծում դա սպառնալիք է, ինչ է, երբ Բաքուն ասում է, որ պայմանագրի ստորագրման պետք է արագացնել այդ շանսը բաց չթողնելու համար, սա ինչպես կգնահատեք։ Ես կարծում եմ հերթական միջոցն է ձևակերպելու ձգձգման քաղաքականությունը, առնվազն ձգձգման քաղաքականությունը Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու։ Գերիների մասով կան երաշխիքներ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո գերիները կվերադարձվեն, այսինքն ադրբեջանական կողմից ստացել եք որևէ հավաստիացում սրա հետ կապված։ Ինչի մասին երեք Նիկոլ Փաշինյանը ըստ էության ամբիոնից հայտարարեց։ Ես լսել եմ ինչ ասել վարչապետը եւ խոսքը ոչ թե ստացած հավաստիացման մասին էր, այն որ այս բանակցությունները եւ այս խաղաղության գործընթացը իր բովանդակությամբ եւ ընթացքով շատ լավ միջոց է այդ հարցը լուծելու համար եւ բայց նաեւ դա չի նշանակում, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը մնացած բոլոր դիվանագիտական գործիքակազմը օգտագործում է այդ հարցը լուծելու համար եւ դրա ժամկետները անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից, որովհետև մենք կարծում ենք, որ գերիները պետք է հիմա վերադարձվեն։ Եվ պարոն Խանդանյան, երեք վարչապետը, երբ որ խոսեց էլի այդ բանավեճերի մասին եւ այլն, ասաց, որ գնահատականներ նորից հնչեցրեց եւ այնտեղ կոշտ արձագանք եղավ նաև այդ բանավեճից հրաժարվելու նախկին նախագահների որոշմանը եւ դրանի պատասխան կրկին ասում են թող հրապարակի 2019 թվականի բանակցային փաստաթուղթը, որ եղել է Փաշինյանի սեղանին։ Ինչու չի հրապարակում ի վերջո վարչապետը այդ փաստաթուղթը, որը հենց իրենն է փոխանցել։ Ես կարծում եմ այդ փաստաթղթերի հրապարակման հարցը քննարկվել է եւ դրա նպատակահարմարության հարցը նաեւ հրապարակայինորեն ես հիշում եմ վարչապետը ասել էր, որ արտգործնախարարությունը հանձնարարել է ուսումնասիրել։ Ես կարծում եմ, որ դա պետք է փաթեթով արվի, եթե դա արվի եւ եթե դա չի խանգարի այսօրվա բանակցային գործընթացին, ես չեմ կարող այդ գնահատականը տալ հիմա, բայց ես կարծում եմ, որ բոլոր իմ տրամաբանությամբ, երբ որ մեկը հրապարակվի, պետք է բոլորը միաժամանակ հրապարակվեն, սկսած 94 թվականից։ Այսինքն այդ գույքագրման process-ը դեռ չի ավարտվել, չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ այդ